Սիրելիներ, բարի եկեք Աստծո տունը։ Այսօր գոհության ու փառաբանության օր է եւ շնորհակալության օր Աստծոց, այն գործերի համար, որ մեզ արել է։ Ուրեմն ասում է ալելույա, օրնեցեք Տիրոջը երկինքներից, օրնեցեք նրան բարձունքներում, օրնեցեք նրան, ով նրա բոլոր հրեշտակներ, օրնեցեք նրան, ով նրա բոլոր զորքեր, օրնեցեք նրան, ով արեգակ ու լուսին, օրնեցեք նրան, ով բոլոր լուսավոր աստղեր, օրնեցեք նրան, ով երկինքների երկինքներ և երկինքներից վեր եղող ջրեր, թող նրանք Տիրոջ անունը օրհնեն, քանի որ նա հրամայեց ու նրանք ստեղծվեցին։ Նրանց հավիտյանը Սավիտենից հաստատեց, կարգ սահմանվեց, որ չխախտվի։ Օրնեցեք Տիրոջը երկրից դուք վիշապներ ու բոլոր անթութներ, կրակ ու կարկուտ, ցույն և գոլորշի, նրա խոսքը կատարող մշկալից քամի, լեռներ ու բոլոր բլուրներ, պտղատու ծառեր ու բոլոր մայրիներ, երկրի թագավորներ և բոլոր ժողովուրդներ, իշխաններ ու երկրի բոլոր դատավորներ, երիտասարդներ և կույս աղջիկներ, ծերեր ու երեխաներ, բոլորը թող օրհնեն Տիրոջը, Տիրոջ անունը, քանի որ միայն նրա անունն է բարձր, նրա փառքը վեր է երկրից ու երկնքից։ Նա բարձրացրեց իր ժողովրդի եղջյուրը, իր բոլոր սրբերի Իսրայելի որդիների, իրեն մոտ եղող ժողովրդի օրհնությունը, հալելույա։ Ուրեմն եկել ենք Տերոջը փառավորենք, մեծարենք և օրհնենք։ Ամեն։ Ինչ մեծ ես դու, ինչ մեծ ես դու, ինչ մեծ ես դու, իմ Աստված, ինչ մեծ ես դու, և հրաշագործ, զորություն տվող և բժշկող, ինչ մեծ ես դու, ինչ մեծ ես դու, ինչ մեծ ես դու, իմ Աստված, ինչ մեծ ես դու, և հրաշագործ, զորություն տվող և բժշկող, ով նայի քեզ, ով իմ Տեր, կփրկվի, ով նայի քեզ, ով իմ Տեր, կբժշկվի, ով նայի քեզ, ով իմ Տեր, կազատագրվի, ինչ մեծ ես մեր Ինչ մեծ ես դու, ինչ մեծ ես դու, իմ Աստված, ինչ մեծ ես դու, և հրաշագործ, զորություն տվող և բժշկող, ով նայի քեզ, ով իմ Տեր, կփրկվի, ով նայի քեզ, ով իմ Տեր, կբժշկվի,
Պարքենք մենք տալիս քեզ գոհանում ենք բարձրացնում ենք մեր ձեռքերը մեծարում ենք միայն քեզ Պարքենք մենք տալիս քեզ գոհանում ենք բարձրացնում ենք մեր ձեռքերը մեծարում ենք միայն քեզ ինչ մեծ ես դու հրաշքներս կատարում չկա մեկը քեզ նման Հիսուս ամբողջ այս աշխարհում ինչ մեծ ես դու հրաշքներս կատարում չկա մեկը քեզ նման Հիսուս ամբողջ այս աշխարհում Պարքենք մենք տալիս քեզ գոհանում ենք բարձրացնում ենք մեր ձեռքերը մեծարում ենք միայն քեզ Պարքենք մենք տալիս քեզ գոհանում ենք բարձրացնում ենք մեր ձեռքերը մեծարում ենք միայն քեզ ինչ մեծ ես դու հրաշքներս կատարում չկա մեկը քեզ նման Հիսուս ամբողջ այս աշխարհում ինչ մեծ ես դու հրաշքներս կատարում չկա մեկը քեզ նման Հիսուս ամբողջ այս աշխարհում ինչ մեծ ես դու Տեր դու սուրբ ես մեկը չկա քեզ նման Տեր դու սուրբ ես ողջ պարկը քեզ միայն Տեր դու սուրբ ես մեկը չկա քեզ նման Տեր դու սուրբ ես ողջ պարկը քեզ միայն Քեզ կերքեմ գոհությամբ Սուրբ սիրով անսահման Դու կանչեցիր ինձ և քեզ մոտ միայն Գտել եմ կյանք հավիտյան Քեզ կերքեմ գոհությամբ Սուրբ սիրով անսահման Դու կանչեցիր ինձ և քեզ մոտ միայն Գտել եմ կյանք հավիտյան
հավիտյան գտել եմ կյանք հավիտյան Ամեն Փարքեստեր Սուրբ է ամեն կյանք ենք գտել այո նա է ճշմարտությունը հավիտենական կյանքը արքան թագավորների թագավորն ու տերերի տերը արժանի է ամենաընտիր փառաբանության ու գոհության դրանով հանդերձ որ մենք տկար ենք բայց Սուրբ Հոգով կարող ենք իրան շատ գեղեցիկ ձևի փառավորենք ու մեծարենք եւ ինքը մեր ամեն տեսակ աղոթքները եւ փառաբանությունները ուզում է հարուստ լինենք աղքատ լինենք տկար լինենք ուժեղ լինենք ընկած լինենք ով որ ենք Տերը մեզ այդպես սիրում եւ ընդունում է մեր աղոթքները եւ պատասխանում է փառքը իրեն լինի հավիտյանս հավիտենից Բարձյալարքա հավիտենական Ձով ցամաք երկինք քեզնով արարվեցան Բարձյալարքա ճշմարտության Դու ես վեմը փրկության բահանը հավատքի մենք մեծարում ենք քեզ արքա Հիսուս բոլորի սնկները խոնարհում են քո առջև մենք մեծարում ենք քեզ արքա Հիսուս միակ Տերը դու ես ամենագալ արքա միակ Տերը դու ես ամենագալ արքա Բարձյալարքա հավիտենական Ձով ցամաք երկինք քեզնով արարվեցան Բարձյալարքա ճշմարտության Դու ես վեմը փրկության բահանը հավատքի մենք մեծարում մենք քեզ արքա Հիսուս բոլորի ծնկները խոնարհում են քո առջև մենք մեծարում ենք քեզ արքա Հիսուս միակ Տերը դու ես ամենագալ արքա միակ Տերը դու ես ամենագալ արքա ամենագալ արքա միակ Տերը ինքն է ամեն հալելույա
Սուրբ հոգինի մեջ գործե կերկեմ Դավիթի նման Երբ Սուրբ հոգինի մեջ գործե կերկեմ Դավիթի նման Կերկեմ Դավիթի նման Կերկեմ Դավիթի նման Երբ Սուրբ հոգին իմ մեջ գործե կաղոթեմ Դանիելի նման Երբ Սուրբ հոգին իմ մեջ գործե կաղոթեմ Դանիելի նման Կաղոթեմ Դանիելի նման Կաղոթեմ Դանիելի նման Հալելույա Ամեն Մեր փուճուր Էսթերն է պարում է մեր երկի հետ Երբ Սուրբ հոգին իմ մեջ գործե կաներեմ Ովսեփի նման Երբ Սուրբ հոգին իմ մեջ գործե կաներեմ Ովսեփի նման Կաներեմ Ովսեփի նման Կաներեմ Ովսեփի նման Երբ Սուրբ հոգին իմ մեջ գործե կլսեմ Սամվելի նման Երբ Սուրբ հոգին իմ մեջ գործե կլսեմ Սամվելի նման Կլսեմ Սամվելի նման Կլսեմ Սամվելի նման Երբ Սուրբ հոգին իմ մեջ գործե կսիրեմ Հիսուսիս նման Երբ Սուրբ հոգին իմ մեջ գործե կսիրեմ Հիսուսի նման Կսիրեմ Հիսուսի նման Կսիրեմ Հիսուսի նման Հալելույա Փառքդ շատ է Ամեն Հալելույա Ամեն Թագավորներ Թագավորների թագավոր մեր Երուսաղեմը դուշինող Թագավորների թագավոր մեր Երուսաղեմը դուշինող Ես ուրախ եղա երբ ինձ ասացին արի միասին Տերոջ տունը գնանք իմ ոտները կկանգնեն քո դռները ով Երուսաղեմ Երուսաղեմ իմ ոտները կկանգնեն քո դռները ով Երուսաղեմ Երուսաղեմ Թագավորների թագավոր մեր Երուսաղեմը դուշինող Թագավորների թագավոր մեր Երուսաղեմը դուշինող
Եթե իմ Տերը չշինե տունը զուրեն աշխատում նրա շինողները Եթե իմ Տերը չպահպանե քաղաքը զուր է հանքում լինում պահապանը Եթե իմ Տերը չպահպանե քաղաքը զուր է հանքում լինում պահապանը Թագավորների թագավոր Հիսուս թագավորների թագավոր Հիսուս թագավորների թագավոր Հիսուս թագավորների թագավոր Հալելույա Փառք Տիրոջը Այսօր պիտի շնորհակալություն հայտնեմ սիրելի քույր Սոֆիից մեզ հետ համագործակցեց իր գեղեցիկ նվագակցությամբ Տերը փառավորվի շնորհակալ եմ Ուրեմն խնդրում եմ սիրելի քույր Արմիկից ներկայանան Ուրեմն փառաբանության համեմատ մեծ սաղմոսը 145 սաղմոսը իմ սրտին շատ նստեց ուզեմ կարդամ ձեզ համար Աստծու զորությունը եւ շնորհքը իր թագավորության մեջ Դավիթի օրնաբանությունը Բարձր կանեմ քեզ ով իմ Աստված ով թագավոր եւ կորնեմ քո անունը Հավիտյանս Հավիտյանից Ամեն օր կորնեմ քեզ եւ քո անունը գգովեմ Հավիտյանից ամեն Մեծ է Տերը եւ շատ օրհնյալ եւ նրա մեծությունը չափ չկա Ազգը ազգի կգովե քո գործերը եւ կպատմեն քո զորությունները քո փառավոր մեծության գեղեցկության վրա եւ քո հրաշալի գործերի վրա կմտածեմ քո ահավոր զորության մասին կխոսեն եւ ես քո մեծությունը կպատմեմ քո շատ քաղցրության հիշատակը կհրատարակեն եւ ցնծությունով կպատմեն քո մեծությունը ողորմած եւ գթած է Տերը երկնայամիտ եւ բազմավողոր բարի է Տերը ամենի համար եւ նրա ողորմությունը իր բոլոր գործերի վրա է Տեր քո բոլոր գործերը պիտի գոհանան քեզանից եւ քո սուրբերը պիտի օրհնեն քեզ քո թագավորության փառքը պիտի խոսին եւ քո զորությունները պիտի պատմեն որ իմացնեն մարդկանց որդիներին նրա զորությունները եւ նրա թագավորության փառավոր մեծությունը Քո թագավորությունը ամենահավետ թագավորությունն է եւ քո իշխանությունը միշտ ազգից մինչեւ ազգ Տերը հաստատում է ընկածներին եւ կանգնեցնում է ամեն կրացածներին ամենի աչքերը քեզ են սպասում Եվ դու տալիս ես նրանց կերակուր և իրանց ժամանակին Դու բաց ես անում քո ձեռքը և կշտացնում ես ամեն կենդանի հաճությունով Տերն արդար է և իր բոլոր ճանապարհներումը և ողորմած է իր բոլոր գործերումը Տերը մոտիկ է բոլոր դեպի իրան կանչողներին Այն ամենին, որ կանչում են նրան ճշմարտությունով Իրանից վախեցողների կամքը անում է նա Եվ նրանց աղաղակին լսում և նրանց փրկում է Տերը պահում է բոլոր իրանց սիրողներին Բայց բոլոր ամբարիշտներին կկորցնե Իմ բերանը Տերոջ օրհնությունը կխոսի Եվ ամեն մարմին նրա սուրբ անունը կօրհնի Հավիտյանից Հավիտյան ամեն Շնորհակալություն քույր
Եվ հիմա գրավիրենք երեխաները կան առաջ, որ միասին աղոթենք։ Երեխեք, ով է կարող ասի այսօր ինչ ենք տոնում։ Այո, Thanksgiving, բրավո։ Կարող եք ասեք ինչի համար եք շնորհակալ։ Հիսուսի, Բրավո։ Իսկ դու Հիսուսի, երկուսն էլ նույն բանն են ասում։ Մեկը որ լավ է ասում, մյուսն էլ կրկնում է։ Տերն օրհնի ձեզ։ Բրավո։ Մեծ ծափարություն երեխաների համար։ Իրոք այո, մենք շնորհակալ ենք Տիրոջ համար, շնորհակալ ենք իր լիքը օրհնությունների համար, հիշում ենք Տիրոջը, որ ինչ բարի է։ Եվ Տեր ջան, բերում ենք քո առջև ես փոքրիկներին։ Կաղոթենք, որ լցնես դու իրանց սրտերը եւ մտքերը քո խոսքով, քո ճանապարհով իրանց առաջնորդես, որպես իրանք կստանան օրհնություն, կյանք եւ ապագա։ Հիսուս Քրիստոսի անունով իրանց օրհնում ենք։ Ամեն։ Տերն օրհնի ձեզ երեխեք, կարող եք գնալ ձեր դասարանը Քուրալիսի հետ։ Փառք Հիսուսին, փառք Հիսուսին։ Գիտեք, մի պահ ես կուզենամ, որ մենք կանգ առնենք եւ ամեն մեկս մեր սրտի մեջ հիշենք Տիրոջ բարիքները մեր կյանքերի մեջ։ Եվ շնորհակալություն հայտնենք իրան։ Շնորհակալ ենք, դու բարի ես, դու սուրբ ես։ Եվ հրեշտակները երգում են սուրբ ես, սուրբ ես, սուրբ ես Տեր։ Փառք ենք տալի քեզ Տեր։ Հիշում ենք ամեն քո բարիքներդ մեր կյանքերի մեջ։ Տեր ջան, առանց քեզ մենք կորած ենք։ Գիտենք, որ միայն քո միջոցով է, որ մենք ունենք ուրախություն, խաղաղություն եւ ապագա։ Փառք ենք տալի քեզ Տեր։ Կաղոթենք, որ այսօրվա խոսքը դու ցանես մեր սրտերի մեջ, որպես խորը գնա մեր սրտերի մեջ։ Ընդունենք եւ կատարողներ լինենք քո խոսքի։ Հիսուս Քրիստոսի անունով ենք աղոթում։ Եվ կաղոթեմ, որ քո Սուրբ Հոգին իշխի այստեղ։ Ամեն մեկիս մտքերի մեջ, ամեն մեկիս սրտերի մեջ եւ մեր կյանքերի մեջ։ Հիսուս Քրիստոսի անունով ենք աղոթում։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Տերն օրհնի ձեզ, սիրելիներ։ Գիտեք, մենք շատ բաներ ունենք, որ շնորհակալ լինենք, բայց գիտեք, մի հատ ամենամեծ բաներից, որ շնորհակալ ենք, Տիրոջ շնորհքի համար է։ Ամեն։ Եվ գիտեք, այսօր Տերը դրեց իմ սրտից, որ սրա մասին խոսամ։ Ես օտար թեմա ունեի պատրաստած, բայց Տերն ինձ առաջնորդեց, որ սրա մասին խոսամ։ Գիտեք, շնորհքը մի բան է, որ հաճախակի մարդիկ ճիշտ չեն հասկանում։ Ճիշտ չեն հասկանում։ Եվ շատ խորը թեմա է, եւ շատ բաներ կա շնորհքի մասին ասո խոսքի մեջ։ Գիտեք, որոշ ժամանակ մարդիկ մտածում են, որ շնորհքն էսպես է, որ մեկ կյանք մենք մեղք ենք գործում, հետո վերջը շնորհք ենք ստանում եւ վերջացավ։ Հավիտենական կյանք ենք ստանում ու էլ ուրիշ բան չկա։ Բայց գիտեք, Աստծո խոսքն էսպես ասում, որ մենք ամենս արժանի ենք դժոխքի, որտեղ մեղքի վարձքը դժոխք կա եւ մահը, այո։ Բայց գիտեք, շնորհքը մեզի փրկում է դժոխքից եւ մահից։ Շատ կարևոր է, որ ամենս Տիրոջ շնորհքն ստանանք։ Եվ մի կարճ կուզենամ խոսամ ողորմությունը եւ շնորհքը։ Ողորմությունը ոնց է տարբերվում շնորհքից։ Եվ կուզենամ մի հատ օրինակ վերցնենք,
պատկերացրու մեկը եկել է եւ սխալ բան է արել քո հանդեպ։ Okay? Քեզի վիրավորել է, վնասել է։ Դու այդ անձնավորության, եթե գաս ասես այդ պատիժը, որ դու արժանի ես, ես չեմ տալու քեզ ու գնա։ Էդի նշանակում է ողորմություն։ Գիտեք։ Բայց շնորհքը մի քայլ ավելի բարձր է դրանից։ Շնորհքը այդ անձնավորությունին ասում է ես քեզ չեմ դատում ոչինչ, բայց ես քեզ օրհնում եմ դրա փոխարեն։ Էսի շնորհքն է։ Եվ գիտեք Հիսուսը խաչի վրա ցավի մեջ էր։ Իր արյունը հոսում էր։ Եվ նայավ տեսավ դրանք, որ իրան դրել են խաչի վրա։ Եվ ինքը շնորհքով ինչ ասում։ Ասում հայր, ներիր իրանց, որ չեն հասկանում ինչ են անում։ Պատկերացնում ես, էսի Տիրոջ շնորհքն է, որ նայում է դրանց, որ իրան այդ ցավի մեջ են գցել, պատճառել են եւ իրանց ասում է, որ ներիր իրանց։ Եվ շնորհքը գիտեք, այսպես է։ Տիրոջ խոսքն ասում է, օրհնեցեք նրանց, որ ձեզի հալածում են։ Էսի շնորհքն է։ Շնորհքը մեզի սովորացնում է եւ ասում է, որ սիրիր քո թշնամիներին։ Գիտեք, հին ուխտի մեջ էսի չենք տեսնում։ Եվ Հիսուսն այսպես ասում է, լսել եք, որ թշնամուդ ատի ու հարազատներից սիրի, բայց ես ձեզ ասում եմ, որ սիրեք ձեր թշնամիներին։ Էսի շնորհքն է։ Եվ գիտեք, մի հատ պատմություն ես լսա, ես կուզենամ ձեր հետ կիսվեմ, ուրեմն մի հատ որբ ինչ-որ տղա է լինում, եւ այս ջահել տղան պատահաբար մի հատ օտար երեխու սպանում է։ Եվ այդ սպանելուց հետո այդ երեխու հայրը, որ սպանվել էր, աղոթում է եւ Տերը դնում է իր սրտին, որ դու պետք է ներես եւ շնորհք ցույց տաս։ Եվ ինքը գալիս է ներում է այդ տղուն, որ իր տղուն սպանել է։ Եվ նույնպես էլ իրան որդագրում է։ Էսի շնորհքն է սիրելիս։ Եվ եթե մտածեք սրա մասին, հայրը իր որդուն ուղարկեց աշխարհը։ Իր սուրբ որդուն, ամեն կողմից կատարյալ։ Մենք իր որդուն սպանեցինք, վիրավորեցինք եւ ցավ պատճառեցինք։ Եվ գիտեք, Տերը այդ լրիվ այդ բանի միջոցով պատճառը դուր բացեց, որ մեզի որդագրի։ Հասկանում եք էսի։ Էսի շնորհք է։ Մենք, որ իր որդուն վիրավորեցինք եւ սպանեցինք, մենք դառնում ենք իր երեխաները։ Շնորհքը մեկը, որ թշնամի է Աստծուն, դարձնում է իր երեխան։ Շատ զորեղ բան է շնորհքը։ Եվ գիտեք, շնորհքը մենք հիմա ապրում ենք շնորհքի դարի մեջ։ Ամեն։ Գիտեք, հին ուխտում օրենքի դարն էր, Աստծո խոսքը բացատրում է։ Իսկ հիմա շնորհքի դարի մեջ ենք։ Բայց գիտեք, որ
Հեբրայեցիս 9:27 մի հատ հետաքրքիր խոսք է ասում։ Ասում է, որ մարդը մի կյանք ունի, որ այդ կյանքն ինքն ապրում է, հետո այդ կյանքի վերջը դատաստանն է։ Եվ ասում է, ինչպես որ Քրիստոսը ինքը զոհ դարձավ, որ մեր մեղքերին թողություն լինի, նա երկրորդ անգամը կհայտնվի, եւ երկրորդ անգամը չի գա, որ մեր մեղքերը տանի։ Այլ այդ ժամանակ կգա, որ փրկի նրանք, որ իրան սպասում են։ Եվ այդ ժամանակ դատաստան կլինի։ Հասկանում եք։ Այսինքն շնորհքը այս ժամանակվա մեջ է։ Աստծո խոսքն այսպես ասում, որ հիմա է ժամը փրկության։ Գիտեք, հիմա է այդ ժամը։ Բայց ժամ կգա, որ մարդիկ կուզենան այդ շնորհքը, բայց էլ չի լինի։ Եվ կուզենամ քանի հատ Աստծո խոսքից կիսվեմ, Հիսուսը այս մոմենտը բացադրում է օրինակներով։ Առաջի օրինակը Ղուկաս 13:25-ն է։ Ասում է Աստծո թագավորության մեջ ժամը կգա, որ տան Տերը վեր կկենա եւ դուռը կփակի։ Եվ այն ժամանակ դու կկանգնես դուրսը եւ կսկսես թակել դուռը եւ կասես դուռը բաց մեր համար։ Բայց Տերը կասի ես չեմ ճանաչում ձեզ, ուր դեղից եք եկել։ Հեռացեք ինձանից չար մարդիկ։ Տեսնում ենք ստեղ էլ շնորհք չկա։ Ժամը ավարտվել է։ Եվ ասում այն ժամանակ լաց եւ ատամների կրճտանք կլինի։ Եվ ասում դուք կնայեք եւ կտեսնեք Աբրահամին, Իսահակին եւ Հակոբին եւ լրիվ մարգարեներին Աստծո թագավորության մեջ եւ դուք դուրսն եք։ Ինչ սարսափելի խոսք է։ Տերը մեզի զգուշացնում է, որ պատրաստվենք։ Հիմա է ժամը ապաշխարության եւ փրկության։ Ժամը կգա, որ ժամկետը կանցնի։ Մատթեոս 25 Հիսուսը առակն է տալի 10 հատ կույսերի։ Հիշում եք այդ առակը 10 հատ կույս են լինում։ 5 հատը իմաստուն են լինում։ Իրանց ջրակակալը յուղով լիքն են պահում։ Ջրակակալը լույսն է։ Գիտեք, մենք ապրում ենք լույսի թագավորության մեջ։ Սրբություն, այսինքն լույս։ Յուղը նշանակում է Աստծո օծությունը, Սուրբ Հոգին։ Իրանք պահում են։ Բայց այն մյուս 5 կույսերը ինչ են անում։ Պահը գալիս է եւ քնում են։ Ուշադիր չեն լինում։ Եվ գրված է, որ կես գիշերին Փեսան եկավ։ Փեսեն գալիս է։ Եվ նրանք, որ պատրաստ էին, լույսերով պատրաստ, գնում են Փեսու հետ իրա թագավորության մեջ։ Եվ հետո ինչա լինում։ Մատթեոս 25:10 ասում է դուռը փակվում է։ Եվ այն մյուս 5 կույսերը, որ հիմար էին, դուրսը մնում են եւ աղաղակում են Տեր, Տեր, դուռը բացի մեր համար։ Եվ Տերն ինչ է ասում։ Ասում է ես ձեզ չեմ ճանաչում։ Ժամը ավարտվել է արդեն։ Եվ Հիսուսն այսպես է ասում, ասում է զգուշ կացեք, որտեղ որ չգիտեք երբ է օրը կամ ժամը, որ Տերը գալու է։ Մատթեոս 22:11 օտար առակ է տալի Տերը։ Եվ էսի հարսանիքն է,
հարսանի քնա եւ խնջույք քնա Հիսուսի երկնքում։ Եվ ասում այդ խնջույքի ժամանակ թագավորը գնում է հյուրերի մեջ եւ նայում է տեսնի հյուրերն ովքեր են որ եկել են։ Եվ մի հատ հյուրերից տեսնում է որ հարսանիքի հանդեսներով չի եկել։ Եվ ինչ ասում է իր ձեռքը եւ ոտքերը կապեք եւ դուրս վրընդեք խավարի մեջ եւ այնտեղ կլինի լաց եւ ատամի կրճտել։ Այստեղ շնորհքել ավարտվել է, հասկանում եք։ Եվ այդտեղ Տերը մեզի զգուշացնում է նորից։ Եվ տեսնում ենք նույնպես Ղուկաս 13:6 ասում է Աստծո թագավորությունը այսպես էր որ մի հատ թզենի ծառ էր որ անպտուղ էր։ Գիտեք ամենս մի ժամանակ անպտուղ ծառեր են եղել, ամենս մեղքով ենք սկսում այս կյանքը։ Անպտուղ ծառն էր այգու մեջ։ Եվ Տերը գալիս է եւ ասում է 3 տարի այստեղ ես եկել եմ եւ ինչ եմ փնտրում պտուղ։ Տերը պտուղ է փնտրում մեր կյանքի մեջ։ Այսա տեսնում որ պտուղ չկա, ինչ է ասում։ Կտրենք։ 3 տարի արդեն օգտվում է հողից եւ ոչինչ արդյունք չկա։ Այգեբանը իրան ասում է որ շնորհք ցույց տանք։ Մի տարի էլ նույնպես, թող որ մշակենք հողը։ Մշակենք, ջրենք, տեր կենանք։ Միգուցե պտղաբեր կլինի։ Բայց եթե այդ մի տարվա վերջը պտղաբեր չեղավ, հետո կկտրես։ Գիտեք վերջը Տերը գալիս է եւ քննում է։ Մեր սիրտը եւ ուզում է որ պտուղ տեսնի։ Եվ մենք տեսնում ենք Հայտնություն 20:12 դատաստանի օրն ինչպես է լինելու։ Դատաստանի օրը ասում է որ ամենը գալիս են եւ կանգնելու են Տիրոջ գահի առջև։ Հայտնություն 20:12-13 եւ գրքերը բացվեցին եւ մյուս գիրքը բացվեց որ կյանքի գիրքն էր եւ մեռելները այն ժամանակ դատվեցին իրանց գործերի համեմատ։ Եվ գիտեք նորից ասում եւ նույնպես ծովը իր մեռելները տվեց եւ լրիվ մեռյալները իրանք էլ նույնպես դատվեցին իրանց գործի համեմատ։ Հիմա ես հարց ունեմ, այս դատության ժամանակ շնորհքի բառը չկա։ Արդեն վերջն է էսի։ Էսի մեր, գիտեք, շնորհքը հետաքրքիր բան է եւ շատ խորն է եւ ես կուզենամ մի քիչ խորանանք այսօր սրա մեջ եւ շնորհքը գիտեք Աստծո խոսքը բացատրում է մեզի սովորացնում է։ Գիտեք էդի։ Ես մի քիչ խոսացինք անցած շորեքշաբթի, բայց Աստծո խոսքը Տիտոս 2:11-14 այսպես է ասում։ Ասում է որ շնորհքը Աստծո հայտնվեցավ որ փրկում է ժողովրդին։ Եվ շնորհքը մեզի սովորացնում է, որ ասենք ոչ աներնության։ Լսում եք, շնորհքը մեզի սովորացնում է ինչ, որ ասենք ոչ աներնության։ Շնորհքը մեզի սովորացնում է ասենք ոչ մարմնային ցանկություններին։ Շնորհքը մեզի սովորացնում է, որ ժուշկալությունով ապրենք եւ աստվածավայել կյանք ապրենք։ Երբ
վերջը այսպես ասում, այս աշխարհում, այսինքն շնորհքն այս աշխարհի մեջ է։ Երբ որ մենք մահանում ենք, գնում ենք երկինք, այլևս այս աշխարհի մեջ չենք։ Այն ժամանակ Տերը քննում է։ Եվ գիտեք, սրա շարունակությունը շատ գեղեցիկ բառ է ասում։ Ասում է շնորհքը մեզի պատճառ է լինում, որ բարի գործերի նախանձախնդիր լինենք։ Հետաքրքիր է, չէ՞։ Հաճախ շատ մարդիկ կան, որ այսպես են մտածում, որ դե շնորհքը տրվել է, որ մենք իրավունք լինի, որ մեղք գործենք ու փրկվենք։ Բայց ստեղ ասում է շնորհքը մեզի սովորացնում է եւ տանում է մեզ աստվածավայել կյանքի մեջ։ Շնորհքը մեզի սովորացնում է, որ բարի գործերի նախանձախնդիր լինենք։ Շնորհքը մեզի սովորացնում է, որ հնազանդվենք Աստծուն։ Որ վազենք եւ փախնենք մեղքից։ Եվ գիտեք, այս ամեն ինչի մեջ տեսնում ենք, որ շնորհքը մեզի հանում է մեղքից եւ շնորհքի ճանապարհը տանում է մեզի դեպի արդարություն։ Եթե իսկականից մենք շնորհքն ընդունում ենք։ Եվ գիտեք, մի անգամ Հիսուսին շնացող կնոջ են բերում իր առջև։ Եվ Հիսուսը շնորհք է ցույց տալի այդ կնոջը։ Գալիս են ասում են հին ուխտի համեմատ, օրենքի համեմատ այս կնոջը պետքա քարկոծենք։ Հիսուսն ինչ է ասում։ Ասում է ոչ, չէ, չի ասում ոչ։ Հիսուսն ասում է, որ թող որ նրանք, որ չեն մեղք գործել, առաջի քարը գցեն։ Այսինքն այդ կինը արժանի էր մահի։ Հասկանում եք։ Եվ գիտեք դրա վերջը Հիսուսն էսպես է ասում կնոջ, ասում է. ես էլ քեզ չեմ դատում, գնա եւ այլևս մեղք մի գործի։ Այսինքն շնորհքը տրվում է, որ չշարունակի մեղքի մեջ։ Եվ նույնպես է Հռոմեացիս 6:1 կարդում ենք, որ Պողոս առաքյալը այսպես է գրում, ասում է. եթե շնորհք ենք ստացել, կարող ենք մենք շարունակենք մեղքի մեջ, որպես շնորհքը շատանա։ Քավլիցի։ Ոչ։ Շնորհքը դրա համար չի։ Գիտեք, շնորհքը տրվել է, որ մեզի փոխի։ Եվ մեզի փոխում է մեղքից, թշնամուց, դարձնում է մեզ Տիրոջ հնազանդվող անձնավորություններ, որ հնազանդվում ենք իր խոսքին։ Եվ երկրորդ կետը, որ Տերը բացում է շնորհքի մասին, Ղուկաս 7-ն է։ Գիտեք, օտար կին է լինում, որ այս կինը գրված է, որ այսի Ղուկաս 7:37-ն է։ Երբ որ Հիսուս գնում է Փարիսասոնց տունը, այնտեղ որ ճաշ ուտի, մի հատ կին է հայտնվում, որ շատ մեղքի մեջ կյանք է ապրում։ Եվ հայտնի է լինում այդ քաղաքի մեջ իր մեղքի համար։ Եվ Փարիսացիք մտածում են, ասում են, այս պիղծ կինը, այս ով արեկել աստեղ։ Եվ արդեն իրանք սրտի ու մտքի մեջ սկսում են քննադատել Հիսուսին, որ եթե Հիսուսը մարգարե լիներ, թույլ չէր տա, որ այս պիղծ կինը իրան ձեռք էր։ Բայց ինչ է անում այս կինը։ Այս կինը խոնարհվում է ինքն իրան։ Այս կինը շատ թանկարժեք օծանելիքով գալիս է, ընկնում է Հիսուսի ոտքերի առաջ եւ արցունքներով եւ այս օծանելիքով մաքրում է Հիսուսի ոտքերը, համբյուրում է Հիսուսի ոտքերը,
Այս ցույց է տալի խոնարհությունը այս կնոջ։ Եվ Հիսուսը այս տեսնելով իր առաջ չի բռնում այդ կնոջը, ընդունում է այս կնոջ սերը եւ շատ հետաքրքիր խոսք է ասում։ Ասում եմ ով Տիրոջը շատ կսիրի, ով որ շատ է ներվել, շատ էլ սիրում է։ Հասկանում եք, էսի սրա հետևի միտքն ինչ է, այսինքն Տերը շնորհք է ցույց տալի եւ հետևյալը սպասում է, որ իրան սիրենք։ Եվ տեսնում է, որ այս կինը սիրում է իրան, սեր է ցույց տալի։ Եվ ասում է, ով որ քիչ է ներվում, քիչ էլ սիրում է։ Եվ 47-րդ համարը անգլերենով այսպես է ասում է իր մեղքերը her many sins have been forgiven as her great love has shown. Այսինքն հայերենով որոշ translation-ները մի քիչ տարբեր են գրում այս մասը, բայց ասում է, որ իր սերը ցույց է տալի, որ շնորհքը ստացել է։ Իր սերը դեպի Աստծուն ցույց է տալի, որ ներվել է իր մեղքերը։ Գիտեք, մեկերը կան, որ շնորհք ուզում են ստանան, բայց չեն ուզում փոխվեն։ Ստեղ տեսնում ենք Հիսուսն ասում է, այն անձնավորությունը շնորհք ստացել, որ փոխվել է։ Նայեք, այս կինը ոնց է սկսում, մեղքի մեջ կյանք է սկսում, բայց այս վերջը գալիս է սիրում է Հիսուսին։ Հիսուսը ուզենամ էսի լավ բացատրեմ, որ Հիսուսը երբ որ ասում է, որ մեկն ինձ սիրում է, մի քանի տեղեր ենք տեսնում, որ Հիսուսը սիրում է։ Մյուս ինստենսը, որ տեսնում ենք, այդ անձնավորությունն է լինում, որ անգլերենով կոչվում է rich young ruler։ Եվ ինքը Հիսուսը գրված է Մարկոս ավետարանի մեջ, որ սիրով նայում է իրան։ Երբ է սիրով նայում իրան, երբ որ այդ անձնավորությունն ասում է ես պատվիրանները պահել եմ։ Հիսուսը նայում է իր աչքերի մեջ, տեսնում է, որ ճիշտ է ասում։ Եվ ցույց է տալի, որ սիրով նայում է իրան։ Եվ երկրորդ Հովհաննես 1:6 այսպես է ասում. Սերն ինչ է։ Սերը, այսինքն մենք իր պատվիրանների համեմատ ենք ապրում։ Սա ուզում եմ հետ կամ ստեղ, երբ որ այս կնոջը Հիսուսն ասում է, այսի սիրում է, այսինքն այս կնոջ կյանքի մեջ փոփոխություն ա եղի։ Այլևս ինքը իր մեղքի մեջ չի շարունակում։ Եվ այստեղ ասում է, որ սիրում է, եւ այդ իր սերն եւ փոփոխությունը, հեղափոխություն իր կյանքի ապացուցում է, որ իր շատ մեղքերը ներվել են։ Էսի իմաստն է շնորհքի, սիրելիներ։ Բռնում եք մի բան։ Ամեն։ Եվ գիտեք, այս երբ որ սեր է գալի, սերը մեզի տանում է դեպի հավատարմություն։ Սերը տանում է մեզ դեպի հնազանդություն։ Եվ երբ որ հնազանդվում ենք Տիրոջը, այդ ժամանակ ինչ է լինում։ Գործերով երևում է, չէ՞։ Պտուղներ ենք սկսում ունենալ։ Եվ ես մեկ քիչ կուզենամ այսպես խոսամ, այս գործերի մասին։ Գիտեք, ամեն մարդ, ամեն անձնավորություն, ուշ թե շուտ Տիրոջ շնորհքը համ պետք ունի, համ ուզում է։ Մինչ որ ասած մարդիկ էլ որ հիմա աթեիստ են,
Դատաստանի օրում շնորհք են ուզելու։ Իրանք ուզենալու են, ամենս շնորհքի պետք ունենք։ Բայց գիտեք, ամենը, որ շնորհք են ուզում, չեն ստանալու։ Եվ կուզենամ կիսվեմ ձեր հետ, ովքեր չեն ստանալու եւ պատճառները։ Առակաց 2:38 ասում որ պետքա ապաշխարենք եւ մկրտվենք Հիսուս Քրիստոսի անունով, որը ստանանք ներողություն մեր մեղքերի համար եւ շնորհք։ Այսինքն ապաշխարությունը պարտադիր է։ Եվ ապաշխարությունը իմիջիալոց պատճառը լինում որ մենք փոխվենք։ Մեկը որ ապաշխարում է նույնը չի մնում։ Ապաշխարությունն է։ Եվ երկրորդ բանը շնորհքը պահանջում է, որ մենք շնորհք ցույց տանք օտարներին։ Եթե մենք ուզում ենք շնորհք ունենանք, պետք է այլ նույնպես տանք շնորհքը։ Ներեք, որ ձեզ ներվի։ Եվ շատ գեղեցիկ առակ է տալի Հիսուսը Մատթեոս 18:21։ Այս շնորհքի առակն է։ Եվ տեսնում ենք, որ մի հատ ծառա է լինում, որ շատ մեծ պարտք կա ունենում։ Այնքան պարտք կա ունենում, որ գրված է ինքը չի կարողանում։ Եվ գիտեք, Հիսուսի ժամանակ հիմիկվա պես չէր պարտքը։ Այն ժամանակ, եթե մեկը պարտք ունենար ու չկարողանար տալ, ինք իրան վերցնում եւ գցում բանտ։ Ինքը դառնում էր ստրուկը պարտք տվողի։ Եվ նույնպես էլ իր ընտանիքը, հաճախ իր երեխաներին վաճառում են այդ պարտքի պատճառով։ Գիտեք։ Եվ այստեղ գրված է այս պատմության մեջ, որ թագավորը ասում է, որ դուք հիմա պետքա ձեզ բանտարկեմ, քեզ եւ քո ընտանիքին։ Եվ ինչ անում այս մարդը։ Այս մարդը միանգամից խոնարհվում է, ծունգի է գալի թագավորի առջև, արտասվում է։ Գիտեք, առանց խոնարհության շնորհք չկա։ Տերը շնորհք է տալի նրանց, որ խոնարհվում են իր առջև։ Ինքը գալիս է խոնարհվում է, արտասվում է Տիրոջ առջև, Տեր ինձ ների, Տեր ինձ ների։ Եվ տեսնում եք, որ թագավորն իրան ներում է։ Եվ ասում է, այս մեծ պարտքը, որ ինձի պարտք էիր, ներում եմ, շնորհք եմ ցույց տալի քեզ, գնա։ Եվ այս անձնավորությունը գնում է, անմիջապես դուրս գալուց, տեսնում է մեկը, որ իրան ավելի չնչին քանակ գումար է իրան պարտքը։ Եվ փոխարեն որ ինքը նրան շնորհք ցույց տա, ինչ է անում։ Բռնում է վզից, ասում է պիտի ինձի վճարես, հենց հիմա եմ ուզում։ Էլ ասում է հիմա չունեմ, հետո կտամ, կփորձեմ քեզ տամ, կտամ։ Ասում է ոչ, գցում է իրան բանտ։ Եվ օտար ծառաները տեսնելով գնում են թագավորի առջև եւ ասում են որ անձնավորությունը որ դու ներել ես, էս է իր պահվածքը։ Եվ տեսնում ենք թագավորը իր շնորհքը եւ ողորմությունը հետ է վերցնում։ Շատ սարսափելի բան է։ Հետ է վերցնում եւ ասում է որ իրան վերցրեք եւ գցեք բանտ։ Ինչ որ լրիվ իր պարտքը տա։ Սիրելիս, թող որ այդպես չլինի մեր մոտ։ Թող որ ներենք։ Թող որ շնորհք ցույց տանք մարդկանց։ Ուզում ես որ դու ներվես, սիրելիս, ներիր։ Ուզում ես Տիրոջ շնորհքը ստանաս, դու էլ շնորհք ցույց տուր օտարներին։ Աստծո խոսքն ասում է որ սիրիր քո թշնամիներին։ Օրհնիր նրանց, որ քեզ հալածում են։ Աղոթիր դրանց համար։ Աղոթիր։ Ով է աղոթում նրանց, որ իրան հալածել են։ Ես ինքս աղոթել եմ, աղոթում եմ։
Գիտեք, մենք չենք մարդկանց վատն ուզում։ Ուզում ենք, որ իրանք ամենը փրկվեն եւ գան ճիշտ գծի մեջ։ Կարելի է, որ մեկը սխալ անի սիրելիս եւ դու իրան հանդիմանես, երբ որ Տերը քեզ որ առաջնորդում է, դու կարող ես հանդիմանես։ Եթե սխալ ես տեսնում, ասում ես։ Բայց գիտես, հետևը սա է, որ մենք սիրում ենք այդ անձնավորության։ Մենք ուզում ենք, որ այդ անձնավորությունը ապաշխարի։ Մենք իրան լավն ենք ուզում, դրա պատճառով մենք աղոթում ենք։ Եվ Մատթեոս 7:2 այսպես ասում որ ձևը որ դու օտարներին դատում ես, նույնպես էլ դու կդատվես։ Էսի շնորհքի կարող ես ասես օրենքն է։ Եթե այնպեսի որ դու դատում ես, դու էլ կդատվես։ Եթե դու շնորհք ես ցույց տալի, շնորհք կստանաս։ Երբ որ ներում ես, կներվես։ Մարկոս 4:24 Այն ձևով որ դու չափես, այն ձևել դու կչափվես։ Հեչ մտածել եք դրա մասին, այնպես որ դու չափես, գիտեք մարդիկ կան օտարներին քննադատում են, այս արեց, այն արեց, այն արեց։ Բայց իրանք գնում են, հենց նույն բաներն են անում։ Դեռ մի բան ավելի վատ։ Շատ պետք է զգուշ լինենք սիրելիներ։ Այս բնավորությունները եթե մեր մեջ կա, մենք պետք է աղոթենք Տեր հանի մեր մեջից։ Հանի մեր մեջից։ Տիրոջ խոսքն այսպես է. արա քո հարևանին այնինչ որ կուզես որ նա քեզի անի։ Դու կուզես որ քո հարևանը քեզի բամբասի։ Ոչ։ Չենք ուզենա։ Մեկը կուզի որ գնա քո հարևանդ քեզի վատաբանի։ Չէ։ Ուրեմն մենք էլ չպետք է անենք։ Կուզես որ հարևանդ քեզի սիրի, ուրեմն դու էլ սիրի։ Մենք պետք է սիրենք իրար։ Եվ հետաքրքիր բանն է սա որ Տերն ասում է որ ինքը բարի է համ չար մարդու դեմ համ էլ բարի։ Երկուսի վրա իր կյանք տվող անձրևը թափում է։ Այո։ Եվ այս առիթը որ կյանքը տվել Տերը, տվել է մեզ, որ մենք քայլենք իր շնորհքի մեջ եւ իր սիրո մեջ։ Եվ գիտեք, այս բաները, որ ասում եմ սիրել թշնամուն, եւ օտար տեղել այսպես ասում Հիսուսը, որ այս նորություն է։ Ասում է հին ուխտում, կարդացել եք որ մեկը շնանա, շնացողին ինչ են անում։ Քարկոծում էին։ Բայց ես ձեզ ասում եմ որ եթե շնացող աչքերով նայես, արդեն շնացել ես։ Այս նոր այսպես level է, շնորհքի նոր տակարանը։ Եվ գիտեք ինչն է պատճառը։ Նոր ուխտում Տերը իր հոգին թափել է ամեն մարդու վրա։ Գիտեք իր հոգու միջոցով Սուրբ Հոգին մեզի տանում է դեպի արդարություն, մեզի տանում է դեպի սրբություն։ Եվ Տերը այսպես պահանջում է։ Եվ նույն ձևով որ Ստեփանոսը տեսնում ենք սերով լիքը, հոգով լիքը գրված է, ինչ անում, նույն խոսքերն ասում, որ Հիսուսն է ասում խաչի վրա։ Ասում է հայր, ներիր իրանց, որ չեն հասկանում ինչ են անում։ Օտար տեղ այսպես ասում որ նրանք որ Սուրբ Հոգով լցված են, կանչում են Աբբա հայր։ Աբբա հայր են կոչում։ Եվ Տիրոջ կամքի մեջ են մնում։ Սիրելիներ, մենք չենք կարող այս շնորհքի կյանքն ապրենք առանց Սուրբ Հոգու։ Շատ կարևոր է։ Սուրբ Հոգին
այս ձևերով շնորհքի ճանապարհով մեզի տանում է դեպի Հիսուսին նմանվել։ Գիտեք, մենք ամեն օր պետքա ցկտենք, որ նմանվենք Տիրոջը։ Բարի լինենք։ Ցկտենք դեպի իր սրբությանը։ Ցկտենք դեպի շնորհքը։ Ինքն ասեց. «Սիրեցեք իրար», ինչպես, հենց այսօր երգանք։ Ես կսիրեմ ինչպես Հիսուսի նման։ Հիսուսն ինչպես սիրեց։ Մենակ սիրեց նրանց, որ իրան են սիրում։ Ոչ։ Հիսուսը սիրեց ամենին։ Եվ գիտեք, այս խոսքով ես ուզում եմ վերջացնեմ։ Սիրելիներ, շնորհքը չի փոխարինում հնազանդության։ Մեկ almost մարդ այսպես տպավորություն ա ունենում որոշ քարոզներ, որ ես լսել եմ, շնորհքը փոխարինում է հնազանդության։ Ոչ։ Խնդրեմ Bluetooth-ները անջատեք քույր Ադրինե եւ Ժանետ։ Անջատած է ձեր Bluetooth-ը։ Okay։ Շնորհքը չի փոխարինում հնազանդության։ Գիտեք, շնորհքը մեզի տանում է դեպի հնազանդություն։ Շնորհքը մեզի տանում է դեպի սեր, որ սիրենք Տիրոջը։ Ով որ շատ է ներվի, շատ շնորհք է ստացի, շատ էլ սիրում է։ Մենք պետքա ձգտենք, որ այդ շնորհքը, որ ստանում ենք, աղոթենք, որ Տեր ինձի փոխի, ես հանձնվում եմ քեզ։ Եվ ես ուզում եմ, որ այդ շնորհքի ճանապարհը գնամ առաջ։ Եվ գիտեք, դատաստանի օրը այն բաները, որ շնորհքը մեզի սովորացրել է, դատվելու են դրանով։ Ինչպես որ կարդացինք Տիտոսի մեջ։ Մեր պտուղներն այն ժամանակ մնում։ Այն ժամանակ Տերը քննում է։ Այս անձնավորությունը փոխվելու այդ transformation-ի մեջով անցել է, թե ոչ։ Գիտեք, մոտ մի տարի առաջ էր։ Մեկ մեր հարևանի հյուրը եկել էր կեսգիշերին, ես վիդեո կամերով տեսամ։ Կեսգիշերին եկավ եւ մեր ավտոյի ակը դանակահարեց եւ գնաց։ Առավոտը ես եկա, որ երեխուս տանեմ դպրոց, տեսնեմ ակը դանակահարված է։ Ես էլ զարմացա։ Ես շատերի հետ, իմ հարևաններիս հետ փորձում եմ լավ լինեմ, հատուկ խնդիր չունեմ ոչ մեկի հետ։ Ես էլ նայեցի, տեսնեմ, այս իմ հարևանիս հյուրն է։ Վիդեո կամերա էլ այդտեղ բան ունեմ, խելքա անմիտ բան էր, ես դա հասկացա, որտեղ վիդեո կամերան էլ ինքը որ տեսներ, չպետք է աներ։ Բայց հետո ես աղոթում էի սրա մասին, որ Տերն ինչ ա ուզում ես անեմ սրա մասին։ Մեկն ինձ ասեց, որ կարանք սրան վիդեոն տանենք պոլիսին տանք, դատի տանք։ Եվ մտածեցի եւ աղոթեցի եւ Տերն ինձ բերավ այս բանի վրա, որ ես չեմ ուզում որ սրան դատի տամ։ Բայց չեմ էլ ուզում նույնը մնա։ Գիտեք, չեմ ուզում որ նորից կրկնվի։ Ով կուզի սիրելիներ, որ դու գնաս դրախտ, մարդիկ կան քեզ անընդհատ վիրավորեն։ Հավիտյան այդպես դու պետքա մարդկանց այդ վիրավորանքը վերցնես քո վրա։ Էդի գդառնա դժոխք, չէ՞։ Էդի գդառնա դժոխք, սիրելիս։ Տերը ուզում է որ մենք փոխվենք, ապաշխարությունը ինչ անում, մեզի փոխում է։ Ուզում է որ մենք ապաշխարենք, շնորհքն էլ նույնպես մեզի սովորացնում է, որ փոխվենք։ Սուրբ Հոգին էլ նույնպես, նա ինչ անում,
սպանում է հին մարդը եւ մեզի փոխում է նոր nature-ը տալի Սուրբ Հոգու nature-ն այս ամենը խոսում են իրար հետ եւ միաբանվում են որ մեզի փոխեն հեղափոխություն բերեն մեր կյանքի մեջ Մինչև որ մենք հին մարդը չմահանա ու չփոխվենք, չենք դառնա Տիրոջ նման։ Հասկանում եք, լրիվ իմաստն է սա։ Եվ վերջին այդ պատմության, ես կարճ ասեմ նրանց որ չեն լսել, ոստիկանի կանչեցի եւ ոստիկանին էլ ասեցի, ասի ես չեմ ուզում իրան դատի տամ, բայց կուզենամ որ մի հատ գնանք եւ իր հետ խոսանք։ Գնանք իր հետ խոսանք։ Մեկ էլ ես ուզում եմ իմանի որ ինչն է պատճառը։ Որտեղ իմ մտքից պատճառ չկար։ Գնացինք ինքը որ հասկացավ որ վիդեոն ունենք։ Կարող ենք իրան դատիտենք ու բան։ Հազար ներողություն։ Այսպես էր իր պատասխանը, ես չիմացա եւ կարծում էի դու ուրիշն ես։ Սենց էր իր պատասխանը։ Եվ գիտեք դրանից հետո չկրկնվեց։ Եվ Տերն իր նպատակն էսա, որ մենք չշարունակենք մեր մեղքի մեջ։ Մեղքը ցավալի է Տիրոջ համար։ Ուզում է, որ մենք իրան սիրենք։ Ուզում է, որ մենք ասենք Տեր, ես ուզում եմ քո հետ լինեմ։ Էսի լրիվ իմաստը։ Եվ սիրելիներ, մի հատ կուզենամ հիմա աղոթենք միասին։ Տեր ջան, օգնիր, որ մենք բնակվենք քո շնորհքի մեջ օգնիր որ բնակվենք քո սիրո մեջ դու ասեցիր քո խոսքին մեջ որ նրանք որ իմ պատվիրանները պահեն մնում են իմ սիրո մեջ Տեր ջան մենք ուզում ենք Տեր ջան մի հեռվացի մեզանից կաղոթեմ որ դու մեզի առաջնորդես Քո Սուրբ Հոգով հանձնվում ենք քո Սուրբ Հոգուն Տեր ջան Գործիր քո գործը մեր կյանքերի մեջ Գործիր քո գործը մեր սրտերի մեջ Մենք հրաժարվում ենք ամեն տեսակ կապանքից ամեն տեսակ մեղքից ամեն մարմնային սխալ բնավորություններից, որ մեզի տանում են դեպի խավարը և ընդունում ենք քեզ, Տեր ջան ընդունում ենք քո Սուրբ Հոգուն, դու մեզի փոխի, Տեր ջան ինչպես որ Պենտեկոստեի օրը քո հոգին թափվեց և նույնը չմնացին առաքյալները գրված էր անվախ իրան գնացին Եվ քո խոսքը տարածեցին Տեր ջան, դու փոխեցիր իրանց Նույնը չէին Եվ մենք էլ նույնպես չենք ուզում, որ նույնը մնանք Օգնիր, որ սիրենք քեզ Վազենք դեպի քեզ, Տեր ջան Ամբողջ մեր սրտով Ամբողջ մեր մտքով և մեր էությունով Որպես դատաստանի օրը, որ կանգնում ենք քո առջև Ամոթով չլինենք Մեր ճրակակալները յուղով լիք կպահենք Ամեն օր Վազենք դեպի քեզ Հիսուս Քրիստոսյանով կաղոթեմ որ ամեն այս անձնավորությունները որ այստեղ են քո իրանց սրտերի մեջ լցնես ծառավը քո համար ծառավեն քաղցրանան եւ ծառավեն քո արդարության համար Ինչպես որ քո խոսքն ասում ես, դու ասեցիր, նրանք որ ծառավեն եւ քաղցրանան արդարության, ես իրանց կտամ, դու ուզում ես տաս, դու ուզում ես քո Սուրբ Հոգին ուղարկես եւ փոխես մեզ, մենք էլ համաձայնվում ենք քո հետ, մենք համաձայնվում ենք, սիրելիս ասա, ես համաձայնվում եմ քո հետ, Արա քո կամքն իմ կյանքիս մեջ Ես հրաժարվում եմ այն բաներից, որ ինձի հեռացնում են քեզանից եւ քո թագավորությունից Եվ ես այս շնորհքի առիթից օգտվում եմ եւ գալիս եմ հնազանդվելով քեզ, Տեր ջան Փոխիր իմ սրտիս մեջ
փոխիր այդ բաները, կետերը, որ չես սիրում, եւ ինձի ամեն օր նմանացրու քեզ, որպես լույս լինի նույնպես իմ մեջ, ինչպես որ դու լույսն ես, մենք էլ փոքրիկ լույսեր ենք, Տեր ջան, Հիսուս Քրիստոսի անունով ենք աղոթում, ամեն, Տերն օրհնի ձեզ սիրելիներ, փառք Հիսուսին, այո,